Երբևէ զգացել եք, որ ձեր կյանքում ինչ-որ բան պատրաստվում է փոխվել, բայց դեռ չեք կարողանում տեսնել, թե ինչ հենց։ Դուք պատահական չեք սեղմել այս տեսանյութի վրա։ Ձեր կյանքի հետևում ինչ-որ բան է կատարվում, մի բան, որ դեռ չեք տեսնում, բայց արդեն զգում եք։ Այդ անհանգստությունը կրծքում, այն զգացումը, որ ինչ-որ բան փոխվելու է, դա ոչ պատահականություն է։ Թույլ տվեք հիմա ձեզ հարցնել շատ լուրջ մի բան։ Քանի անգամ եք լուր աղոթել, գաղտնի լաց եք լինել, նշան եք խնդրել և մտածել, որ Աստված չի լսում։ Իսկ եթե ասեմ ձեզ, որ հենց հիմա մեծ օրհնություն է մոտենում ձեզ, բայց նախքան շարունակելը պետք է անեք մի պարզ, բայց հզոր բան։ Եթե այս խոսքը դիպչել է ձեր սրտին, հենց հիմա դրեք լայք։ Սա այս խոսքում ավելի մեծ թվով մարդկանց կհասցնի, ովքեր նույնպես նշանի կարիք ունեն։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք ալիքին, որովհետև այստեղ յուրաքանչյուր տեսանյութ պատասխան է, յուրաքանչյուր խոսք ցուցում է, իսկ հաջորդը կարող է հենց այն լինել, ինչի սպասում էիք։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում, արդյոք հավատում եք, որ Աստված մինչ օրս հրաշքներ է գործում։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, որովհետև այս խոսքի կեսին կկիսվեմ Աստվածաշնչի մի հատվածով, որը կարող է հաստատել այն, ինչի համար աղոթել եք։ Խոր շունչ քաշեք, որովհետև այնինչ շուտով տեղի կունենա ձեր կյանքում, կարող է ամեն ինչ փոխել։ Առաջին նշանը, որ դուք լուր խնդրել եք։ Կան մարդիկ, ովքեր մտել են այս տեսանյութ, կարծես մտել են մթության մեջ մոմ են փնտրում։ Դրսից դուք նույնիսկ փորձում եք նորմալ տեսք ունենալ, բայց ներսում ունեք աղոթք, լաց լինելու ցանկություն, խնդրանք, որի մասին ոչ ոք չգիտի։ Գուցե խնդրել եք շատ պարզ նշան, գրեթե առանց ուժի։ Աստված պարզապես ցույց տուր ինձ, որ չես մոռացել ինձ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, երբ հոգնում ենք, նույնիսկ մտածում ենք, որ Աստված կողք է քաշվել, պարզապես այն պատճառով, որ երկինքը ոչ մի ձայն չի հնչեցրել։ Բայց թույլ տվեք ձեզ անձնական հարց տալ։ Երբ էր վերջին անգամ, որ իսկապես խոսել եք Աստծո հետ առանց դիմակի, առանց պատրաստի նախադասության, առանց ուժեղանալու կեղծիքի, միայն դուք եւ նա, որովհետև այդպիսի աղոթք Աստված չի անտեսում։ Խոսքն ասում է Երեմիա 33:3-ում. «Կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ եւ կցուցադրեմ քեզ մեծ եւ թաքնված բաներ, որոնց մասին դու չգիտես»։ Ուշադրություն։ Աստված չի ասել գուցե։ Նա ասել է ես կպատասխանեմ քեզ, պատասխանը գալիք է, եւ կան բաներ, որոնք դու նույնիսկ պատկերացնել չես կարողանում։ Եվ գիտեք թե ինչն է ավելի ամրացնում այս խոսքը ձեր սրտում։ Դուք մասնակցում եք, այդպիսով մեկնաբանեք այստեղ շատ պարզ. Աստված ինձ նշան է պետք։ Սա ոչ թե ինձ ինչ-որ բան ապացուցելու համար է, սա ձեզ դիրքորոշում ընդունելու համար է։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, որովհետև վաղ թե ուշ այս խոսքը կատարյալ կտեղավորվի ձեր պատմության մեջ։ Եվ երբ տեղավորվի, կհասկանաք նշանը պարզապես խոսք չէր, դա Աստված էր, որ ձեզ ձգում էր իր ճանապարհով։ Երկրորդ, երբ Աստված կարծես լուր է, բայց գործում է։ Կան ժամանակաշրջաններ, երբ աղոթում ես եւ կարծես ոչինչ չի փոխվում։ Դուք փորձում եք հավատալ, փորձում եք շփտալ, փորձում եք հավատալ, բայց խորքում կա վտանգավոր հարց. Աստված իսկապես ես լսում ինձ, եւ պարզապես այդ մասին մտածելով արդեն մեղքի զգացում եք ունենում։ Բայց Աստված հասկանում է նույնիսկ ձեր թուլությունը։ Աստծո լռությունը պատիժ չէ, հաճախ դա անտեսանելի աշխատանք է։ Պատկերացրեք սերմը, երբ այն դնում են հողի մեջ, կարծես մերել է։ Նայում եք, ոչինչ չեք տեսնում, բայց ներսում կատարվում է ամենակարևորը։ Եվ հենց այստեղ է, որ շատերը հանձնվում են, այն ժամանակ, երբ Աստված անում է ամենաանհրաժեշտը, բայց աչքերը չեն տեսնում, բայց երկինքը աշխատում է անհանգստության պատճառով, երկինքը գործում է նպատակով։ Նայեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եսայիա 64:4-ում. Աստված գործում է նրանց համար, ովքեր սպասում են նրան։ Սա նշանակում է, որ սպասելը պարզապես տեղում կանգնելը չէ, այլ շարունակել հավատալ, մինչ Աստված փոխում է այն, ինչ դուք չեք վերահսկում։ Հիմա թույլ տվեք ավելի մոտեցնել ձեզ։ Կարող եք մնալ հավատարիմ նույնիսկ ոչինչ չզգալով, նույնիսկ առանց մորմոքի, նույնիսկ առանց մեծ նշանի, որովհետև իսկական հավատը հաճախ կայանում է նրանում, որ շարունակես գնալ դողացող սրտով, բայց գնալ։ Նա հենց այդպես է անում։ Մեկնաբանություններում գրեք, նույնիսկ լռության մեջ Աստված գործում է։ Եվ հիմա դա չի դուրս գալիս, որովհետև երբեմն կարևորագույն պահը սկսվում է, երբ դադարում եք մտածել, որ մենակ եք, եւ հասկանում եք Աստված լուռ է, որովհետև զբաղված է պատրաստությամբ։ Երրորդ, ապացույցը, որ նախորդում է խոստումանը, ճշմարտություն է, որ գրեթե ոչ ոք չի սիրում լսել։ Խոստումից առաջ գալիս է փորձություն, եւ փորձությունը չի ոչնչացնում ձեզ։ Այն ցույց է տալիս, թե ով եք դարձել, երբ ոչ ոք ծափ չէր տալիս, որովհետև Աստված մեծ բան չի տալիս նրան, ով ցանկացած քամուց կոտրվում է,
Գուցե ապրում եք նեղության մեջ, որ նույնիսկ չեք կարող բացատրել։ Նայում եք ձեր կյանքին եւ մտածում եք. ես պարզապես հանգիստ էի ուզում։ Բայց ուշադրություն դարձրեք, սա ապացույց է, որ դուք ավելի մոտ եք, քան կարծում եք։ Թշնամին ժամանակ չի կորցնում եւ հարձակվում է նրանց վրա, ովքեր պատրաստվում են առաջ գնալ։ Աստվածաշնչում Դավիթը դաշտից ուղիղ գահ չանցավ, դրանից առաջ եկավ առյուծը, եկավ արջը, եկավ Գողիաթը։ Հովսեփը երազից ուղիղ պալատ չանցավ, դրանից առաջ եղավ դավաճանությունը, եղավ փոսը, հետո բանտը։ Սա գեղեցիկ պատմություն չէ, սա հոգևոր օրինաչափություն է։ Եվ գրությունն հաստատում է դա Հակոբոս 1:3-ում. փորձության մեջ հավատը ծնում է համբերություն։ Համբերությունը այն ուժն է, որ չի ծնվում լավ օրերին, այն ծնվում է այն օրը, երբ գրեթե հանձնվում ես, եւ այնուամենայնիվ կանգնում ես։ Հիմա անկեղծ պատասխանիր ինձ. այն ինչի հետ այսօր բախվում ես, հեռացնում է քեզ Աստծուց, թե ստիպում է վազել դեպի նա, որովհետեւ այս պատասխանը ցույց է տալիս, արդյոք դուք ճիշտ գործընթացի մեջ եք։ Եթե այսքան հեռու եք եկել, նշանակում է Աստված ներսից ամրացնում է ձեզ, եւ ես ասում եմ ձեզ, ջերմությամբ եւ ամրությամբ, մի թողեք ճանապարհը վերջին փուլում։ Կան մարդիկ, որոնք կանգ են առնում հրաշքից 2 քայլ հեռավորության վրա, եւ ես չեմ ուզում, որ դուք նրանցից մեկը լինեք։ 4. Ինչն է խանգարում ձեր օրհնությանը։ Երբեմն մտածում եք իմ օրհնությունը վաղուց պետք է լիներ, բայց ճշմարտությունը կարող է այլ լինել։ Աստված հեռացնում է այն, ինչը կխանգարեր ձեր կյանքին, երբ օրհնությունը գա, որովհետեւ կա պարգև, որը ծանրություն է դառնում, եթե պատրաստ չեք։ Կան դռներ, որոնք չեն բացվում, որովհետև կան բաներ, որոնք դեռ չեն կարող մտնել ձեզ հետ։ Մարդիկ, որոնք ծծում են ձեր հավատը, միջավայրեր, որոնք ստիպում են վերադառնալ հին տարբերակներին, սովորություններ, որոնք թվում են աննշան, բայց միշտ թողնում են ձեզ նույն տեղում։ Եվ գիտեք, թե ինչն է ավելի ուժեղ։ Աստված չար մտքից չի առնում, Աստված առնում է պաշտպանության համար։ Ճիշտ այնպես, ինչպես ծնողը երեխային վտանգավոր բան չի տալիս, Աստված որոշ բաներ չի տալիս, քանի դեռ դուք դեռ վնասում եք ինքներդ ձեզ փոքր բաներով։ Խոսքն ասում է Առակներ 4:23-ում. ամենից առաջ պահիր քո սիրտը, որովհետև դրանից է կյանքի աղբյուրը։ Եթե ձեր սիրտը խրված է վախի, վիրավորանքի կամ համեմատության մեջ, օրհնությունը գալիս է եւ դուք չեք կարողանում պահպանել այն։ Այդ պատճառով ուղիղ հարց եմ տալիս ձեզ. ինչ գիտեք, որ պետք է թողնել, բայց շարունակում եք հետաձգել։ Թե խոսակցություն, թե ներում, թե որոշում, թե հերանալ, թե փոփոխություն, որովհետև երբեմն օրհնությունը երկնքում փակված չէ, այլ խրված է ընտրության մեջ։ Եթե ցանկանում եք մեկնաբանեք առնվազն 1 բառ, ես թողնում եմ։ Եվ մնացեք ինձ հետ, որովհետև թողնելով այն, ինչ կապում է ձեզ, դուք ազատում եք տեղ այն բանի համար, ինչ բերում է Աստված։ 5. Երբ կա Աստծո ժամանակը, գալիս է պահ, երբ Աստված փոխում է պատմությունը այնպիսի արագությամբ, որ վախեցնում է։ Եվ ամենատպավորիչն այն է, որ երբ կա այդ պահը, հետ եք նայում եւ հասկանում եք, ահա թե ինչու ավելի վաղ չէր կարող լինել, որովհետև Աստծո ժամանակը անմիջական է, կատարյալ է։ Դուք հանդիպել եք երկար սպասման ժամանակաշրջանի, իսկ հետո շուտով ամեն ինչ սկսում է կարգավորվել։ Հայտնվում է զանգ, հայտնվում է հնարավորություն, բացվում է դուր։ Այն գալիս է այնտեղից, որտեղ չէիք սպասում, կարծես երկինքն ասում է՝ հիմա։ Աստվածաշունչը շատ հստակ ասում է դրա մասին։ Եսայիա 60:22-ում. Ես Տերը, ժամանակին կանեմ դա արագ։ Ուշադրություն դարձրեք արագ բառին։ Երբ կա Աստծո ժամանակը, պետք չէ ստիպել, պետք չէ աղաչել, պետք չէ նվաստացնել ինքներդ ձեզ մարդկանց առջև։ Ձեր դերը, մինչ սպասում եք, ինքներդ ձեզ անհանգստությամբ չկործանելն է, որովհետև անհանգստությունը ստիպում է ձեզ փորձել վերահսկել այն, ինչ կարող է ղեկավարել միայն Աստված։ Եվ երբ փորձում եք վերահսկել, հոգնում եք, հիասթափվում եք եւ սկսում եք մտածել, որ Աստված ձախողվել է, թեև իրականում նա ամեն ինչ կառուցում է կուլիսների հետևում։ Հիմա ուզում եմ, որ մնաք ինձ հետ։ Մի բաց թողեք այս մասը։ Շատերը կորցնում են օրհնությունը ոչ թե հավատի բացակայության պատճառով, այլ հոգնածության պատճառով։ Նրանք հոգնում են ճանապարհին եւ վերջում հանձնվում են։ Այդպիսով խոր շունչ քաշեք եւ ասում է. Աստծո ժամանակը մոտենում է, որովհետեւ երբ դա տեղի ունենա, դուք կհասկանաք, որ դա պարզապես օրհնություն չէր, դա եղել է կյանքի շրջադարձային կետ։ 6. Հոգևոր պատերազմը, որ դուք չեք տեսնում։ Շուրջ բոլորը կատարվում է ինչ-որ բան, որ դուք չեք տեսնում, բայց զգում եք։ Կարծես կա անտեսանելի ճնշում, որը փորձում է ձեզ հետ պահել հենց այն պահին, երբ որոշում եք առաջ շարժվել։ Դուք նկատել եք, որ երբ որոշում եք ավելի շատ աղոթել, ավելի փնտրել, ավելի դիրքորոշում ընդունել, հարձակումները կարծես ուժ գնանում է։ Սա պատահականություն չէ։ Սա նշան է, որ խաղադրույքի վրա կա ինչ-որ թանկ բան։ Հաճախ թվում է, թե պարզապես դժվար շրջան է, բայց հոգևոր տեսանկյունից գուցե ընթանում է լուր մարդ։ Աստվածաշունչն ասում է Եփեսացիս 6:12-ում, որ մեր պայքարը ոչ թե մարմնի եւ արյան դեմ է, այլ հոգևոր ուժերի դեմ։ Սա նշանակում է, որ ոչ ամեն դիմադրություն գալիս է մարդկանցից։ Որոշները կապված են այն խոստման հետ, որը փորձում է ծնվել։
Թշնամին չի պատերազմում նրանց հետ, ովքեր կանգնած են տեղում։ Նա փորձում է կանգնեցնել նրան, ով շարժվում է։ Եթե կա դիմադրություն, գուցե կա նպատակ, եթե կա հարձակում, գուցե կա նպատակ, եւ գուցե դուք ավելի մոտ եք ձեր շրջադարձին, քան կարծում եք։ Հենց այն պատճառով, որ ճնշումն աճել է։ Բայց ահա թե ինչ պետք է պահել սրտում։ Աստված երբեք չի թույլատրում պատերազմ առանց պատրաստված ազատության։ Մինչ հարձակումը սկսվի, պաշտպանությունն արդեն հանված է։ Մինչ պատերազմը սկսվի, հաղթանակն արդեն գրված է։ Դուք կարող եք չտեսնել երկնային զորքը, բայց այն ներկա է։ 2 Պարալիպոմենոն 20-ում, երբ Իսրայելի ժողովուրդը շրջափակված էր, Աստված ասաց. «Այս պատերազմում ձեզ հարկավոր չէ կռվել»։ Եվ այն, ինչ թվում էր պարտություն, դարձավ վկայություն։ Այն, ինչ թվում էր վերջ, դարձավ սկիզբ։ Այն, ինչ թվում էր սպառնալիք, դարձավ հանրային հրաշք։ Այդպիսով այլևս մի հարցրեք ինքներդ ձեզ, ինչու է սա պատահում ինձ հետ։ Սկսեք հարցնել, ինչն է խանգարում ինձ հասնել, որովհետև երբ ընթանում է անտեսանելի պատերազմ, հաճախ դա այն պատճառով է, որ ճանապարհին կա տեսանելի օրհնություն։ Եվ գուցե, պարզապես գուցե, դուք հենց այն փուլում եք, որը նախորդում է ձեր կյանքի ամենամեծ փոփոխություններին։ 7. Աստված պատրաստում է ձեզ ավելի մեծ բանի համար։ Գուցե հիմա նայում եք ձեր կյանքին եւ մտածում եք, որ ամեն ինչ մտել է տուպիկ, բայց ինչ եթե իրականում ոչինչ չի կանգնել, պարզապես անտեսանելիորեն։ Աստված գործում է ոչ միայն բաներ հասցնելով, այլ մարդկանց վրա աշխատելով, եւ նախքան ինչ-որ մեծ բան վստահելը, նա ամրացնում է ձեր ներքին էությունը, որpիսի դուք չփլվեք, երբ պատասխանատվությունն աճի։ Հասունացումը ցավոտ է, հասունացումը պահանջում է հրաժարվել, հոգեվոր աճը նշանակում է թողնել հին տարբերակներին, եւ դա հաճախ առաջացնում է անհարմարություն, որովհետեւ պետք է թողնել սովորություններ, մտքեր եւ նույնիսկ հարաբերություններ, որոնք այլևս չեն համապատասխանում այն տեղին, ուր Աստված ձեզ տանում է։ Հովսեփն ուներ մեծ երազանքներ դեռ բայց դրանք չիրականացան պատանեկության տարիներին։ Նա անցավ փոսով, պոտիփարի տանով, բանտով, յուրաքանչյուր փուլ թվում էր ուշացում, բայց դա ուսուցում էր։ Եթե բաց թողներ այդ գործընթացը, գուցե չէր կարողանա պահպանել պալատը։ Հռոմեացիս 8:18-ում ասվում է, որ ներկա ժամանակի չարչարանքները չեն կարող համեմատվել այն փառքի հետ, որ բացահայտվելու է։ Սա նշանակում է, որ այն, ինչի հետ այսօր բախվում եք, վերջնական գլուխ չէ։ Դա պատրաստություն է ինչ-որ բանի համար, որ դեռ գերազանցելու է ձեր երևակայությունը։ Հիմա թույլ տվեք անկեղծ հարց տալ ձեզ։ Եթե այն, ինչի համար այդքան աղոթել եք եկներ այսօր, դուք էմոցիոնալ պատրաստ կլինեիք հոգևորապես ամուր, թե դեռ կխախտվեիք որևէ քննադատությունից, ճնշումից, որևէ խոչընդոտից։ Հասկացեք սա ջերմությամբ։ Աստված ձեզ չի դանդաղեցնում։ Նա կառուցում է ձեզ, որովհետև երբ օրհնությունը գա, եւ այն կգա, դա կլինի ոչ միայն այն, ինչ ստանում եք, դա կլինի այն, ինչ դուք կպահպանեք, կկառավարեք եւ կհարգեք, եւ դա պահանջում է պատրաստություն։ 8. Ովքեր ցանում են արդյունքներով, հնձում են ուրախությամբ։ Կան արդյունքներ, որոնք ոչ ոք չի տեսել։ Լուռ լացեր, երկար գիշերներ, խոսակցություններ Աստծո հետ, որոնք գիտեն միայն դուք եւ նա։ Ցերեկը ժպտում էիք, բայց գիշերը ընկնում էիք։ Ձևացնում էիք ուժեղ լինել, թեև իրականում խնդրում էիք ընդամենը մի քիչ թեթևացում։ Եվ Աստված ամեն ինչ տեսել է։ Սաղմոս 126:5-ում ասվում է. Ովքեր ցանում են արդյունքներով, հնձում են ուրախությամբ։ Ուշադրություն դարձրեք, որ տեքստում չի ասվում գուցե հնձեն, ասվում է նրանք հնձելու են։ Սա խոստում է։ Եվ աստվածային խոստումը չի ձախողվում, չի հետաձգվում, չի կորցնում ուժը։ Յուրաքանչյուր արդյունք թուլության նշան չէր, դա սերմ էր, որ ցանվել էր հոգևոր հողում։ Իսկ սերմերին ժամանակ է պետք բողբոջելու համար։ Խնդիրը այն է, որ մենք ուզում ենք հնձել նույն օրը, երբ ցանում ենք, բայց երկինքը աշխատում է եղանակներով։ Գուցե այսօր դեռ ցանելու ժամանակն է, լռության ժամանակը, առանց ծափահարությունների հավատի ժամանակը։ Բայց հնձը կապված է համբերության հետ։ Նրանք, ովքեր դադարում են ցանել, երբեք չեն տեսնում պտուղները։ Ովքեր լքում են հողը նախքան ճիշտ եղանակը, կորցնում են հրաշքը։ Եվ թույլ տվեք պահել ձեր ուշադրությունը։ Սա ոչ թե այն պատճառով է, որ ժամանակ է պահանջվել, որ դա չի լինելու։ Խնդիրը ոչ թե ցավի մեջ է, որ ամեն ինչ զուր է եղել։ Խնդիրը ոչ թե ոչ ոք չի ճանաչել, որ Աստված չի գրանցվել։ Երկինքն ունի հիշողություն։ Ուրախությունը, որ գալիք է, փոքր չի լինի։ Այն համաչափ կլինի ձեր արդյունքներին։ Եվ երբ կա այդ հնձը, հետ եք նայելու եւ կհասկանաք, յուրաքանչյուր արդյունք ներդրում էր ապագայի մեջ, որ Աստված արդեն մտածել էր։ 9. Փակված դուռը փրկություն էր։ Դուք շատ եք պնդել, որ ինչ-որ բան աշխատի, եւ այնուամենայնիվ չի աշխատել։ Երբևէ աղոթել եք հնարավորության, հարաբերությունների, նախագծի համար, եւ տեսել եք, թե ինչպես ամեն ինչ փլվում է ձեր աչքի առաջ։ Այդ պահին ցավոտ էր, այդ պահին թվում էր մերժում, թվում էր լքվածություն, թվում էր, թե Աստված լուռ էր։ Բայց թույլ տվեք ներկայացնել ձեզ այլ տեսանկյունից, իսկ եթե այդ փակված դուռը պաշտպանություն էր քողարկված։
Իսկ եթե Աստված տեսավ ապագան, որ դուք չեք տեսնում, որովհետև մենք տեսնում ենք հիմա, Աստված տեսնում է հետո։ Հայտնություն 3:7-ում ասվում է, որ նա է, ով բացում է դռները, որոնք ոչ ոք չի կարող փակել, եւ փակում է դռները, որոնք ոչ ոք չի կարող բացել։ Երբ Աստված ինչ-որ բան փակում է, դա ոչ թե ձեզ հիասթափեցնելու համար է, այլ ձեզ պահպանելու համար։ Կան ճանապարհներ, որոնք թվում են ճիշտ, բայց ավարտվում են ցավով։ Քանի անգամ եք եղել շնորհակալ այն բանի համար, ինչ նախկինում թվում էր ողբերգություն։ Այդ մարդը, որ գնաց, այդ առաջարկը, որ չաշխատեց, այդ փոփոխությունները, որ չպատահեցին։ Այն ժամանակ արդյունքներ էին, հետո դարձան փրկություն։ Գուցե դուք պահում եք դրան բռնակը, որ Աստված արդեն փակել է եւ դա ձեզ հոգնեցնում է, որովհետեւ ուժով փակ դուռ բացելը ցավոտ է, հոգնեցնող է, գրգռիչ է եւ հանգարում է տեսնել, որ պատրաստվում է մեկ ուրիշը։ Թողեք։ Վստահեք, եթե փակվում է, դա վերջ չէ, դա վերահղում է։ Եվ երբ բացվի ճիշտ դուռը, կհասկանաք, որ Աստված չի ասել ոչ, նա ասել է իմ մոտ ավելի լավ բան կա։ 10-րդ. Գործընթացը ձևավորում է քո բնավորությունը։ Հրաշքները տպավորում են, բայց հենց գործընթացն է փոխում։ Եվ Աստված ավելի շատ հետաքրքրված է նրանով, թե ով ես դառնում, քան այն օրհնությամբ, որի մասին խնդրում ես։ Որովհետև եթե բնավորությունը չհասնի ձեռքբերումների հետ, դա դառնում է անկում։ Ոսկին բացահայտում է իր փայլը միայն կրակի միջով անցնելուց հետո, եւ կրակը անհարմար է, այն տաքացնում է, սեղմում է, մաքրում է։ Այն, ինչ հիմա ապրում եք, կարող է չափից ավելի տաք թվալ, բայց դա հեռացնում է խառնուրդները, որոնց մասին նույնիսկ չգիտեիք։ Հռոմեացիս 5:3-4-ում ասվում է, որ նեղությունը ծնում է համբերություն, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Ձեր ներսում կատարվում է ինչ-որ կառուցում։ Յուրաքանչյուր դժվարություն զարգացում է այն բանի, ինչ պետք է լինի հաջորդ մակարդակում։ Նկատում եք, որ արդեն արձագանքում եք այլ կերտ, քան նախկինում, որ այլևս այդպես չեք ընկնում հուսահատության մեջ, ինչպես նախկինում, որ այլևս այդքան կախված չեք ուրիշների հավանությունից։ Սա է աճը։ Սա հոգևոր հասունություն է, որ ձևավորվում է լռության մեջ։ Աստված երբեք զուր չի ծախսում ցավը, նա ցավը վերածում է կառուցվածքի։ Այնինչ հիմա թվում է ճնշում, ստեղծում է դիմադրություն, այնինչ թվում է հետամնացություն, ամրացնում է արմատները։ Եվ երբ կա օրհնությունը, իսկ այն կգա, դուք կհասկանաք, որ ամենամեծ հրաշքը ոչ թե այն էր, ինչ Աստված տվեց ձեր ձեռքերին, դա այն է, ինչ նա կառուցեց ձեր ներսում, մինչ դուք մտածում էիք, որ պարզապես սպասում եք։ 11-րդ. Աստված արդեն գրել է այն ապագան, որ դուք ձեր չեք տեսնում։ Կա մի բան, որ պետք է հասկանաք այսօր։ Մինչ դուք փորձում եք գոյատևել ներկայում, Աստված արդեն կազմակերպում է ձեր ապագան։ Դուք կենտրոնացած եք հիմա ցավի վրա, հիմա կասկածների վրա, հիմա ինչուի վրա, հիմա սպասման վրա, բայց երկինքը աշխատում է ոչ միայն իր օրացույցով։ Երեմիա 29:31-ը հայտարարում է հզոր բան, որովհետև ես գիտեմ այն մտքերը, որ մտածում եմ ձեր մասին, ասում է Տերը, մտքեր խաղաղության, ոչ թե չարի, որպիսի տամ ձեզ այն ավարտը, որի սպասում եք։ Տեսնում եք վստահությունը այս հայտարարության մեջ։ Աստված չի ասում գուցե, նա ասում է ես լավ գիտեմ։ Մյուս խոսքերով պլանն արդեն գոյություն ունի, նույնիսկ եթե դուք դեռ չեք տեսնում այն։ Գուցե ամենաշատը ձեզ հոգնեցնում է ոչ թե խնդիրը ինքնին, այլ անորոշությունը, անհայտության զգացումը, թե ինչով է ամեն ինչ ավարտվելու, բայց թույլ տվեք հիշեցնել, դուք գուցե չգիտեք պատմության ավարտը, բայց Աստված գիտի, եւ նա երբեք պարտություն չի գրել որպես վերջնական կետ նրանց համար, ովքեր շարունակում են վստահել։ Երբեմն Աստված թույլ է տալիս անցնել մութ շրջաններով ոչ թե ձեզ կորցնելու, այլ ձեր վստահությունը ամրացնելու համար։ Որովհետև հավատը հավատ չէ, երբ ամեն ինչ պարզ է, հավատը պարզապես շարունակել գնալն է, երբ տեսնում ես միայն հաջորդ քայլը։ Հիմա թույլ տվեք հարցնել ձեզ մի բան. ինչ կարող է ձեզ շարժել, իսկ եթե այնինչ դուք անվանում եք խառնաշփոթ, իրականում անտեսանելի հավասարեցում է։ Իսկ եթե յուրաքանչյուր ուշացում մարդկանց հնարավորություններն ու հանգամանքները դնում է ճիշտ տեղը, դուք կորած չեք, ձեզ տանում են։ Եվ մի օր հետ մայելով կհասկանաք, որ յուրաքանչյուր մանրուք, ներառյալ նրանք, որոնք ստիպել են ձեզ լաց լինել, նպաստել է այն ապագային, որ Աստված արդեն ճշգրիտ գրել է։ 12-րդ. Ճշգրիտ պահը հավասարվում է։ Կա տարբերություն ուշացման եւ համաչափության միջև, եւ գուցե դուք շփոթում եք երկուսը, որովհետեւ երբ ինչ-որ բան ժամանակ է պահանջում, մարդու առաջին արձագանքը մտածելն է, որ ինչ-որ բան սխալ է գնացել, բայց հոգեվոր ոլորտում ուշացումը ձախողում չի նշանակում, դա հիմք դնելն է։ Ժողովրդավար 3:11-ը ասում է, որ Աստված ամեն ինչ գեղեցիկ է անում իր ժամանակին, ոչ շուտ, ոչ ուշ, հենց ճիշտ ժամանակին։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում համաչափացում, ձեր ընկալումից դուրս։ Մարդիկ դասավորվում են, որոշումները ազդվում են, դռները բացվում են լռության մեջ։
Դուք մտածում եք, որ մենակ եք սպասում, բայց մինչ այդ Աստված գուցե գործում է նրա սրտում, ով դառնալու է ձեր աղոթքի պատասխանը։ Գուցե փակում է սխալ ճանապարհները, որպիսի էներգիա չվատնեք այն բանի վրա, ինչ վերջնական չէ։ Խնդիրը այն է, որ անհանգստությունը ստիպում է ուզել հնձել սեզոնից առաջ, եւ երբ փորձում ենք արագացնել աստվածային գործընթացները, հիասթափվում ենք, որովհետեւ այն, ինչ կառուցվում է ճիշտ ժամանակից դուրս, չի կարող պահպանվել։ Թույլ տվեք թողնել ձեզ այստեղ ինձ հետ, մի շարժվեք հուսահատության մեջ, մի համաձայնեք ավելի քիչի հետ միայն այն պատճառով, որ հոգնել եք սпасել, մի փոխարինեք խոստումը ժամանակավոր թեթևացմամբ, այնինչ պատրաստում է Աստված, ժամանակավոր չէ, դա կառուցվածքային է, պահը հավասարվում է, եւ երբ ամեն ինչ իր տեղը դնի ձեր աչքի առջև, կհասկանաք, որ ուշ չէ, դա ճշգրտություն էր։ Աստված ժամանակի մեջ սխալներ չի թույլ տալիս, եւ այնինչ գալիքը հաջողության արդյունք չի լինի, դա կլինի աստվածային հավասարման արդյունք։ 13. Մարդկանց տեղաշարժում են առանց որ նրանք գիտակցեն։ Դուք մտածում եք, որ ամեն ինչ կանգ է առել, որովհետև ոչինչ չեք տեսնում, բայց եթե ասեմ ձեզ, որ հենց հիմա Աստված կարող է շարժել մարդկանց, ովքեր նույնիսկ չեն կասկածում, որ իրանք դառնալու են ձեր աղոթքի պատասխանը։ Մինչ դուք լուր աղոթում եք, Աստված գործում է կուլիսների հետևում, որոնց դուք երբեք մուտք չեք ունենա։ Նա կարող է դիպչել ինչ-որ մեկի սրտին, որպեսզի զանգի ձեզ, ցույց տա ձեզ, օգնի, բացի դուրը, եւ ամենատպավորիչն այն է, որ այդ մարդը կարող է նույնիսկ չգիտակցել, որ օգտագործվում է։ Առաքներ 21-ը ասում է, որ թագավորի սրտը գետի պես է, տիրեց ձեռքում, նա ուղում է այն, ուր ուզում է։ Սա նշանակում է, որ որոշումները, որոնք թվում են մարդկային, կարող են որոշվել աստվածային միջամտությամբ։ Քանի անգամ ձեր կյանքում ինչ-որ բան պատահել է պատահականորեն, անսպասելի հանդիպում, կարծես սովորական խոսակցություն, հնարավորություն, որ հայտնվել է ոչ մի տեղից։ Դուք անվանել եք դա հաջողություն, բայց գուցե դա ուղղորդում էր։ Աստված կախված չէ միայն նրանից, ինչ դուք եք անում։ Նա նաև զբաղվում է նրանով, ինչ անում են ուրիշները, առանց որ նրանք գիտակցեն։ Նա կապում է պատմություններ, խաչաձևում է, համաչափացնում է օրակարգեր, կազմակերպում է հանդիպումներ։ Այդպիսով մի թերագնահատեք այն, ինչ կատարվում է կուլիսների հետևում, որովհետև մինչ դուք մտածում եք, որ մենակ եք սպասում, երկինքը կարող է կազմակերպել մարդկանց, հանգամանքներ եւ որոշումներ, որոնք կարակացնեն ձեր հաջորդ փուլը։ 14. Հրաշքը ավելի մոտ է, քան կարծում եք։ Երբեմն ամենամեծ սխալը մտածելն է, որ առջևում դեռ երկար ճանապարհ կա, որ ամեն ինչ դեռ հեռու է, որ ինչ-որ արտասովոր բան պետք է պատահի մինչ շրջադարձը։ Բայց հոգևոր տեսանկյունից կան պահեր, երբ խոստումն արդեն կյանքի իրականացումից մի քանի քայլ հեռավորության վրա է։ Երբևէ նկատել եք, որ արշալույսից առաջ գիշերը ավելի մութ է թվում։ Պատասխանի գալուց անմիջապես առաջ ճնշումը սովորաբար աճում է։ Ոչ թե որովհետև ձեզ լքել են, այլ որովհետև դուք անցնում եք վերջին հատվածը։ Հովհաննես 11-ում, երբ Ղազարը արդեն 4 օր մեռած էր, դա անհնարին էր թվում։ Ընտանիքը մտածում էր, որ ամեն ինչ ավարտված է։ Բայց հենց այնտեղ հրաշքը ամենամոտն էր։ Երբ թվում էր, որ ամեն ինչ ավարտված է, Հիսուսը պատրաստվում էր գործել։ Գուցե դուք ընկալում եք սցենարը որպես վերջնական, բայց դա կարող է լինել ավելի մեծ բանի ներածություն։ Այն, ինչ դուք տեսնում եք որպես սահման, կարող է պարզապես այն պահը լինել, երբ Աստված սկսում է տեսանելիորեն միջամտել։ Թույլ տվեք հարցնել ձեզ կարևոր հարց. իսկ եթե այսօր հանձնվեք, իսկ հրաշքը նախատեսված է վաղը։ Քանի մարդ է լքում ճանապարհը խոստումից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Մնացեք, շարունակեք, սպասեք եւս մի քիչ, որովհետև եթե կա ճնշում, գուցե ծննդաբերություն է։ Եվ երբ հրաշքը դրսևորվի, կհասկանաք, որ այն ավելի մոտ էր, քան ձեր անվստահությունը թույլ էր տալիս տեսնել։ 15. Հավատը նախքան տեսնելը։ Երկնքը ակտիվացնող բանալին։ Կա հոգևոր բանալի, որ շատերը գիտեն տեսությամբ, բայց քչերն են կիրառում գործնականում։ Հավատը նախքան տեսնելը։ Շատ մարդիկ հավատում են դրանից հետո, երբ այն պատահում է, բայց Աստված գործում է, երբ դուք առաջինը հավատում եք։ Եբրայեցիս 11:1-ը ասում է. հավատը հույսի վրա հաստատությունն է եւ անտեսանելիի մասին համոզվածությունը։ Տեսնում եք, սա զգացմունքներ չեն, էմոցիաներ չեն, սա համոզմունք է առանց տեսանելի ապացույցների։ Գուցե դուք սպասում եք մեծ նշանի հավատալու համար, բայց եթե երկինքը սպասում է, երբ դուք առաջինը վստահության նշան տաք, որովհետև հավատը հրաշքի պատասխան չէ, հավատը այն է, ինչ նախորդում է հրաշքին։ Աբրահամը դուրս եկավ առանց իմանալու, թե ուր է գնում։ Պետրոսը քայլեց ջրի վրա նախքան հասկանալը, թե ինչպես է դա հնարավոր։ Գործողությունը տեղի ունեցավ բացատրությունից առաջ, եւ գուցե ձեր հաջորդ քայլին լոգիկա պետք չէ, պետք է վստահություն։ Հիմա ուղիղ հարց եմ տալիս ձեզ. կարող եք շարունակել հավատալ, նույնիսկ եթե ձեր շուրջը ոչ ոք չի հավատում, նույնիսկ եթե ասում են, որ դա անհնար է, որովհետև միայնակ հավատը դեռ հավատ է։ Երկինքը պատասխանում է դիրքորոշմամբ, երբ որոշում եք վստահել չնայած վախին, ինչ որ բան փոխվում է։ Եվ գուցե այնինչ խրված է ոչ թե օրհնությունն է, այլ հավատի քայլը, որ դեռ չեք արել։ 16. Ինչ պետք է անեք հիմա։ Այս ամենից հետո անխուսափելի հարց է առաջանում.
Ինչ անել, մինչ խոստումը չի դրսևորվել։ Հանգիստ կանգնել, բողոքել, համեմատել, ոչ։ Կա դիրքորոշում, որ պատրաստում է հողը պահանջների կատարման համար։ Առաջինը՝ հավասարեցրեք ձեր սիրտը։ Ազատվեք անհանգստությունից, որ խաթարում է ձեր խաղաղությունը։ Փիլիպեցիս 4:6-7 սովորեցնում է ամեն ինչ ներկայացնել Աստծուն աղոթքով, եւ խաղաղությունը կպահպանի ձեր սիրտը։ Արտաքին փոփոխություններից առաջ գալիս է ներքին հավասարակշռություն։ Երկրորդը՝ մնացեք հավատարիմ փոքր բաներին, որովհետև ով հավատարիմ է քիչի մեջ, հսկվում է շատի համար։ Աստված փորձարկում է ձեր հավատը ոչ միայն պակասի մեջ, նա դիտում է ձեր շնորհակալությունը գործընթացում։ Երրորդը՝ հետևեք ձեր մտքերին, որովհետև սխալ մտքերը ծնում են բացասական խոսքեր, իսկ բացասականը թուլացնում է սպասումները։ Խոստումը կարող է մոտ լինել, բայց եթե ձեր միտքը պարտված է, դուք չեք գիտակցի։ Եվ ահա մի կարևոր բան. մի պատմեք բոլորին ձեր խոստման մասին։ Ոչ բոլորն ունեն հասունություն պաշտպանելու այն, ինչ Աստված ծնում է ձեր մեջ։ Որոշ փուլեր պահանջում են ռազմավարական լռություն։ Հիմա որոշումը ձերն է։ Դուք կթողնեք այս տեսանյութը այնպես, ինչպես մտել եք, թե կդիրքորոշում կընդունեք, որովհետև օրհնությունը գալիս է ոչ միայն նրանց, ովքեր լսում են, այն ավելի հզոր կերպով դրսևորվում է նրանց կյանքում, ովքեր որոշում են գործել հավատով։ 17. Մի հանձնվեք վերջին րոպեներին։ Գոյություն ունի հոգևոր օրինաչափություն, որ քչերն են գիտակցում։ Շրջադարձից առաջ գալիս է հոգնածություն, պատասխանից առաջ գալիս է ուժեղ հոգնածություն։ Կարծես վազքի վերջին հատվածում ուժերը սկսում են թուլանալ, եւ հենց այդ պահին շատերը հրաժարվում են։ Գուցե հոգնել եք նույն աղոթքն աղոթել, հոգնել եք նույն պատասխանին սպասել, հոգնել եք հավատը պահպանել, երբ ամեն ինչ շուրջը չափազանց կայուն է թվում կամ չափազանց դժվար։ Էմոցիոնալ հյուծվածությունը իրական է, եւ Աստված դա գիտի։ Բայց մտածեք ինձ հետ, քանի անգամ Աստվածաշնչում պատասխանը եկավ, երբ թվում էր, թե արդեն շատ ուշ է, երբ մարդկանց հետ մղեցին ծովի առջև, հենց այնտեղ ծովը բաժանվեց, երբ Դանիելը առյուծների փոսում էր, հենց այնտեղ առյուծները լռեցին։ Միջամտությունը եղավ սահմանագծին։ Գալատացիս 6:9 ասում է. «Եվ մի հոգնեք բարի գործեր անելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք»։ Ուշադրություն դարձրեք վերջին մասին։ Եթե մենք չթուլանանք, հնձը կախված է մշտականությունից։ Իսկ եթե դուք ապրում եք հենց դրսևորմանը նախորդող պահուն, իսկ եթե երկինքն արդեն պատրաստ է գործել, իսկ դուք մեկ քայլ եք հեռու ամեն ինչ թողնելուց, մի թույլ տվեք, որ հոգնածությունը ջնջի ձեր խոստումները։ Խոր շունչ քաշեք, սպասեք ևս մի քիչ, շարունակեք ևս մի քիչ, որովհետև երբեմն վերջին պահը հենց այն պահն է, երբ Աստված որոշում է ցույց տալ, որ երբեք ուշացած չի եղել։ Նա պարզապես սպասում էր ճիշտ պահին ձեզ զարմացնելու համար։ 18. Այն զարմանքը, որ պատրաստում է Աստված։ Աստված աշխատում է ոչ միայն պատասխաններով, այլ զարմանքներով, որովհետև երբ նա որոշում է գործել, հաճախ ավելին է անում, քան դուք խնդրում, մտածում կամ պատկերացնում եք։ Եփեսացիս 3:20-ը հայտարարում է, որ Աստված կարող է անել անսահմանորեն ավելին, քան ամեն ինչ, ինչ մենք խնդրում կամ մտածում ենք։ Սա մի քիչ ավելին չէ, սա շատ ավելին չէ։ Սա անսահմանորեն ավելին է։ Սա նշանակում է, որ ձեր սպասումները կարող են աննշան լինել այն համեմատած, ինչ նա մտածել է։ Գուցե դուք աղոթում եք լուծման համար, իսկ Աստված պատրաստում է վերափոխում։ Գուցե դուք պարզապես կայունություն եք ուզում, իսկ Աստված պլանավորում է ընդլայնում, որովհետև երկինքը մանրուքներով չի մտածում։ Խնդիրը այն է, որ ցավը վատացնում է մեր տեսողությունը, վախը սահմանափակում է մեր սպասումները, իսկ հիասթափությունը ստիպում է աղոթել նվազագույնի համար, նորից չտարապելու համար, բայց Աստված մեծ է մնում, նույնիսկ երբ փոքրաթիվ աղոթում ես։ Իսկ հիմա պատկերացրեք ինձ հետ, դուք արթնանում եք սովորական օր, առանց իմանալու, որ այսօրը դառնալու է փոփոխությունների սկիզբ։ Զանգ, լուր, հնարավորություն, պատասխան։ Աստծո զարմանքը չի զգուշացնում միջև գալը, եւ երբ գա, կհասկանաք, թե ինչու պետք էր սպասել, որովհետև դա պարզապես օրհնություն չէր, դա պահանջում էր հասունության եւ ճիշտ ժամանակի համաչափություն։ Եվ հետ նայելով կհասկանաք, Աստված պատրաստում էր ավելի մեծ բան, քան դուք պատկերացնում էիք։ 19. Այն հաստատումը, որի սպասում էիք։ Եթե այսքան հեռու եք եկել, դա պատահական չէ։ Ձեր ներսում կա ինչ-որ բան, որ պետք է լսեր հենց այս խոսքը։ Գուցե սկսել եք տեսանյութը պարզապես հետաքրքրասիրությունից, բայց հիմա զգում եք, որ յուրաքանչյուր կողմը ուղղակիորեն խոսել է ձեր պատմության հետ։ Քանի անգամ եք խնդրել Աստծուց հաստատում։ Պարզ նշան։ Խոսք, որ խաղաղություն կբերի խառնաշփոթի մեջ։ Երբեմն հաստատումը չի գալիս որոտի տեսքով։ Այն դրսևորվում է լուր ուղղորդմամբ, հասկացողությամբ, որ խաղաղություն է բերում լսելու ընթացքում։ Հովհաննես 10:27 ասում է.
Իմ ոչխարները լսում են իմ ձայնը։ Սա նշանակում է, որ երբ Աստված խոսում է, ինչ որ բան ձեր ներսում ճանաչում է։ Խոսքը ոչ միայն էմոցիաների մասին է, սա ներքին հավասարեցում է։ Սա զգացում է, սա ինձ համար է։ Գուցե սա այն խոսքն է, այն պատասխանը, որի մասին խնդրել եք օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ, ոչ թե որովհետև ես եմ ասում, այլ որովհետև Աստված օգտագործում է անսպասելի միջոցներ հասնելու պատրաստված սրտերին։ Եվ թույլ տվեք հարցնել ձեզ կարևոր բան. դուք սա կընդունեք որպես հերթական տեսանյութ, թե որպես իսկական հաստատում, որովհետև հաստատումը ծնում է պատասխանատվություն։ Երբ հասկանում ես, պետք է որոշես, թե ինչպես ես արձագանքելու։ Եթե այս խոսքը խոսել է ձեզ հետ, գրեք մեկնաբանություններում. Ես ստացա այս հաստատումը։ Սա ռիտուալ չէ, սա դիրքորոշում է եւ ակտիվ դիրքորոշում։ 20-րդ. Պատրաստվեք։ Ձեր կյանքն այլևս նախկինը չի լինի։ Կյանքում գալիս է ժամանակաշրջան, երբ տեղի է ունենում անցում, անտեսանելի ջրբաժան, եւ մինչեւն ու հետոն իմաստ ունեն միայն եթե դրանք անցնես։ Եվ գուցե հիմա դուք այդ կետի եզրին եք։ Դուք զուր չեք անցել այս ամենը։ Յուրաքանչյուր սպասում, յուրաքանչյուր արդյունք, յուրաքանչյուր փակտուր, յուրաքանչյուր փորձություն, որի հետ բախվել եք, կառուցել են ինչ-որ բան ձեր ներսում։ Եվ հիմա բավականաչափ հասունություն կա պահպանելու այն, ինչ գալիք է։ Եսայա 43:19 ասում է. Ահա ես նոր բան եմ անում, հիմա այն դուրս է գալիս լույսի։ Դուք չեք զգում, Աստված արդեն հայտարարել է, որ նոր բան է անում։ Հարցը ոչ թե այն է, թե արդյոք նա անում է դա։ Հարցը այն է, թե արդյոք դուք ուշադիր եք նկատում։ Մի թերագնահատեք առաջիկա օրերը։ Մի ընդունեք առաջիկա հնարավորությունները որպես սովորական։ Մի անտեսեք փոքր նշանները, որովհետև երբ Աստված սկսում է նոր փուլ, այն սկսում է պարզ, բայց արագ աճում է։ Գուցե սկզբում փոփոխությունը աղմկոտ չի թվում, բայց այն խորն է լինելու։ Եվ երբ գիտակցեք, կապրեք այնպիսի բանով, որ մի քանի ամիս առաջ անհնարին էր թվում։ Պահեք սա սրտում։ Ձեր կյանքն այլևս երբեք նախկինը չի լինի։ Պահեք, շարունակեք հավատալ։ Շարունակեք առաջ շարժվել, որովհետև մեծ օրհնությունը, որ գալիք է, ոչ միայն այն է, ինչ դուք կստանաք, դա նոր եղանակ է, որում դուք պատրաստվում եք ապրել։ Մինչև գնալը ուզում եմ, որ անեք շատ կարևոր բան։ Մի թույլ տվեք, որ այս խոսքն այստեղ ավարտվի, որովհետև երբ Աստված սկսում է խոսել, նա շարունակում է խոսել։ Եվ գուցե սա միայն սկիզբն է այն տանի, ինչ նա ուզում է կառուցել ձեր ներսում։ Ուշադրություն դարձրեք սրան։ Ես պատրաստել եմ ևս մեկ շատ հատուկ տեսանյութ։ Հղումը կա նկարագրության մեջ։ Հենց որ այստեղ ավարտեք, գնացեք դիտեք։ Գուցե սա այն բացակայող տարրն է, որպեսզի լիովին հասկանաք, թե ինչ է Աստված անում ձեր կյանքում։ Մի կանգ առեք հիմա։ Շարունակեք փնտրել, շարունակեք հավատալ։ Եվ հիշեք, երբ Աստված սկսում է ինչ-որ բան, նա հավատարիմ է եւ ձգտում է ավարտին հասցնել։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում։